Վերադարձանք տաղավար սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առավոտ լուսոն եւ ինչպես խոստացել էինք հաղորդման առաջին հատվածում, բացի ազգային տեխնիկային թատրոնից այսօր եւս մեկ առաջարկ ունենք արդեն մեր հյուրերի հետ, թե ուր կարելի է գնալ ներկայացում դիտելու եւ փոքրիկների համար է սա իսկապես ամանորյա անակնկալու մեծ նվեր եւ մեծերի, որովհետեւ Հրաչ Աղաբլանյանի անվան դրամատիկական թատրոնում բեմ է բարձրացել բոլորի սիրելի փոքրիկ իշխանը։ Իսկ այդ թեմայով մենք այսօր կզրուցենք մեր հյուրերի հետ, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյան եւ լեգենդար դերասանուհի Դիանա Մալենկո։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ լավ, շնորհակալություն, դուք ինչպես եք։ Մենք ենք։ Հիանալի։ Պարոն Խաչատրյան, եկեք մի փոքր խոսենք ներկայացման մասին, ինչու այս տարի ընտրեցիք Անտուան դե Սենտ-Էքզուպերի Փոքրիկ իշխանը ստեղծագործությունը։ Դա այնպեսի հեղինակա, այնպեսի վերնագիր է, մի օր պիտի անեինք, ոնց էլ ուզում ա լինի, իսկ առիթը հանդիսանում է երևի թե աման օրը, ասեմ մի բան, որ այս անգամ որոշեցինք անել մի այնպեսի ձևաչափով, որը երբևիցե չէինք արել, ներկայացման ընդհանուր կարգախոսը կարելի ասել այնպեսին է, որ ներկայացում մեծերի եւ փոքրիկների համար։ Մեր հայցանողները իրանք շատ ուշադիր են երեխաների նկատմամբ, հատկապես նոր տարվա առումով, բնականաբար իրանք են գնում տոմսերը, մտածեցինք, որ քանի որ նրանք գնում են տոմսերը երեխաների համար, երևի թե ճիշտ կլիներ, որ իրանք էլ դիտեին են ներկայացումը, որը նայում են իրենց երեխաները։ Դրա համար մենք արել ենք ներկայացում մեծերի եւ փոքրերի համար։ Դա դրամատիկականի նվերն է այս տարվա ամանորին։ Հիանալի է։ Դիանա, ինչպիսին էր առաջին արձագանքը, երբ իմացաք, որ թատրոնում բեմ է բարձրանում Փոքրիկ իշխանը։ Շատ լավ, ճիշտ ասած, արդեն խոսակցությունները կային մեր թատրոնում, որ Փոքրիկ իշխանն ենք պատրաստվում անել, բայց ոչ դերաբաշխում կար, ոչ դեռևս մտածված որևէ բան կար, եւ ամռանը ես ամեն դեպքում, երբ գնացի հանգստանալու, վերցրեցի Փոքրիկ իշխանը գիրքը եւ այնտեղ ընթերցեցի ու եւս մեկ անգամ հասկացա, թե ինչ հզոր եւ ինչ մեծ գրականություն է դա եւ ինչ կարեւոր է, որ մենք անդրադառնանք մեր թատրոնով այդ գրականությանը։ Հետո արդեն երբ վերադարձա հանգստից, խոսակցություններ սկսվեցին դերաբաշխման եւ ավելի մանրամասն աշխատանքի մասին ու քանի գնաց այդքան զարմանքս մեծացավ, որովհետև ես կարծում եմ, որ մեր մեկնաբանությունը շատ յուրահատուկ եւ բացառիկ է, թատերային լեզվով է, մեկ այլ բան է Էքզյուպերիի Փոքրիկ իշխանը գրականությունը, այս դեպքում մեկ այլ բան է դարձել մեր մեկնաբանությունը որպես ներկայացում, երբ տեսնեք կհասկանաք ինչի մասին եմ խոսում, այնպես որ շատ ոգևորված բոլորս աշխատում ենք գերս ծանրաբեռնված գրաֆիկով, բայց հուսանք հետաքրքիր ասենք, չէ՞, Փոքրիկ իշխանը։ Կարծում հերոստատիտողների մի փոքր եկեք բացենք փակագծերը ու մի փոքր ավելի մանրամասն խոսենք ներկայացման մասին, պարոն Խաչատրյան։ Հիմա ասեմ այսպես, որ մեր թատրոնում հիմա հիմնվել է մարքեթինգային բաժին, որի առաջարկություններ հիմնականում Փոքրիկ իշխանը եւ նրանց առաջարկությունով նաև մենք ունենք մի այնպիսի գործընկերներ, որոնք հավաքվել են տարբեր տեղերից, մենք ունենք նկարիչ, որը միջազգային կարգի նկարիչ է եւ ժամանել է մեզ մոտ Լեհաստանից, Իզաբելլա Չեխոնսկան, որը ամբողջ ձևավորումը ներկայացման ամբողջ ձևավորումը մենք ունենք այսպիսի հրաշալի մի դերակատար, ոնց որ Դիանա Մալենկոն է, որովհետև ասեմ մի բան, ես միշտ անում եմ դերաբաշխումը այնպես, որ գտնում եմ մարդկանց մեջ այն գաղափարները կարելի ասել, հա, այն հույզերը, որ այդ մարդը ընդհանրապես ապրում է, իսկ Դիանան ինքը այն մարդն է, որը որ երբեք կյանքում չի կարող սուտ խոսել։ Նա իր մոտ դա ընդհանրապես չի ստացվում։ Դինելով դերասան նա չի կարող դա անել։
Եվ ամեն դեպքում նա լրիվ համապատասխանում է իր տեսքով, իր արտաքինով, իր ներքինով, ինչ ասեմ, իր վարվելակարգով, վարվելաձևով, աշխարհին նայելով ինքը լրիվ մի խոսքով իմ համար վաղուց էր, ճիշտն ասած, աչքիս առաջ, հանդիսացավ այդպիսի առիթ, այո, մենք ունենք հրաշալի մուլտիմեդիայի այսպես ասած ձևավորում տաղավար, որի ձևավորումը անում է Գոռը Սահակյանց, ամբողջը ուրեմն անիմացիոն ուղեկցությամբ է գնում, ներկայացումը մեր ներկայացմանը գրվել է նոր երաժշտություն, ես անգամ կարող եմ ասել, որ դա սաունդտրեք է, եւ այսպես ասենք, այսինքն առանձին երաժշտություններ չեն, որը մեզ Տիգրան ազգանունն եմ խառնում անընդհատ, մի դժվար ազգանուն է Տիգրանը, հեսա կհիշեմ կասեմ մի խոսքով, ամեն ինչը զգեստները արել է Արայք Գաբաջյանը, մի խոսքով մենք այս անգամ որոշեցինք, որ վատ բառ այդ պրոյեկտը ասվածը ներկայացումը, այո, ինքը ընդհանրապես չէ բառը չունենա, առաջարկությունների, ինչ առաջարկություն եղել է ներկայացումը լավը անելու, ճիշտ անելու, գեղեցիկ անելու, շքեղ անելու համար, մենք ասել ենք այո։ Եվ վստահ ենք, որ ստեղծագործական թիմի դերասանների բեմի կուլիսներում աշխատող բոլոր մարդկանց այդ ջանքերը իրենց արդյունքը տալու են եւ սիրվելու է ներկայացումը հանդիսատեսի կողմից։ Հիմա մենք այս վերջի մի ամիսը դրամատիկականում ապրում ենք այսպես, մենք 24/7։ Այո, մենք գալիս ենք ժամը 9-ին եւ ժամը 9-ին առավոտյան նոր զարթնում ենք էլի դրամատիկականում։ Շատ լավ է։ Բայց հետաքրքիր է նաև սա մի նոր փորձառություն է, ոչ որպես դերասան, ռեժիսոր եւ ստեղծագործական այլ մարդ, վերընթերցելու փոքրիկ իշխան ու նայելու այլ աչքով։ Այս անգամ ինչ նոր ասելիք, գուցե միտք բացահայտեցիք ձեր համար, որ նախկինում չկար։ Ես կարծում եմ նախ կրկին անդրադառնամ, թե ինչքան կարևոր էր եւս մեկ անգամ խոսել փոքրիկ իշխանի մասին, որովհետեւ մանավանդ հիմա այս աշխարհի հուզական դատարկության մեջ կարծում եմ այն հույզերը, որոնք մենք տալիս ենք ներկայացմամբ, շատ կարևոր են բոլորի համար, բոլոր տարիքային խմբերի համար։ Դա մեկ, եւ երկրորդը փոքրիկ իշխանը մեզ հիշեցնում է եւս մեկ անգամ նայել աստղերին, եւս մեկ անգամ ծաղկից հոտ քաշել, հիշել մեր սիրելի մարդկանց, հիշել մեր ընկերներին, հասկանալ թե ինչ է ընկերությունը, ինչ է սերը, որի մասին մեր քաոտիկ կյանքի այս ընթացքում երբեմն մենք մոռանում ենք, ու հիմա մի քիչ պոետիկ է հնչում, բայց մի պահ եթե մենք իսկապես նստենք այսպես մտածենք դրա մասին, կհասկանանք թե ինչքան կարևոր է դա մեզ համար, մարդու համար, որովհետև կարծում եմ այս տեխնոլոգիական աշխարհում, այս արագ ընթացքի մեջ մենք շատ բան ենք կորցրել ու մենք ինքներս որպես դերասաններ, որպես ստեղծագործական խումբ, իմ կարծիքով ներգրավել ենք այդ էմոցիոնալ աշխարհի մեջ եւ մեր կյանքը այս 1 ամսվա, 1-2 ամսվա ընթացքում իսկապես այլ է դարձել։ Ես ինքս իմ մասին կարող եմ խոսել, բայց ես նկատում եմ դա նաեւ ինձ շրջապատող ընկերների մեջ ու հետևաբար, երբ մենք արդեն բեմում կխաղանք ներկայացումը, ես վստահ եմ, որ այդ ամենը փոխանցվելու է նաև հանդիսատեսին։ Մենք նույնպես վստահ ենք։ Նորույթի մասին ես էլ ասեմ, որովհետև ինքը ինչ-որ ստերեոտիպներ ունի, բնականաբար այդ գործը անընդհատ ինչ-որ որոշակի վերաբերմունքով է նայում, որոշակի ավանդույթներ կան երևի թե մենք ուսումնասիրելուց հասկացանք, որ որևիցե մի այդ ձևաչափերը, ստերեոտիպները, բաները ընդհանրապես կապ չունեն այդ գործի հետ։ Դա լրիվ շատ ավելի խորը ստեղծագործություն է, քան մենք պատկերացնում ենք, եւ հետո դա երևի առաջի անգամ դե գոնե իմ կարիերայում ես հասկացա, որ կա ստեղծագործություն, որտեղ հստակ ասվում է երջանկության բանաձևը, ինչումն է։ Օրինակ բոլոր մեծ գրքերում, մեծ գրականության մեջ, չէ, երջանկության մեզ բացատրում են մեծերը, որ երջանկության բանաձև չկա։
այսպես։ Եվ յուրաքանչյուր մարդ ինքը իր համար է որոշում, թե որ նա իր համար մի խոսքով առաջնային է եւ երկրորդականը։ Փոքրիկ իշխանը հստակ ասում է, որ նա Եվ որն է դա։ Լինել այն մարդկանց կողքին, ում դու ընտելացրել ես։ Այո։ Որովհետև մենք պատասխանատու ենք նրանց համար։ Եթե դու զգում ես, որ դու պատասխանատու ես ինչ որ մեկի համար, դու պիտի երջանիկ լինես։ Եթե դու երջանիկ չես այդ զգացողության մեջ, ուրեմն դու երևի ինչ որ զգացմունքային տկարություններ ունես։ Երևի այդպիսի մի բան։ Օրինակ շատ հստակ է դրած, այդ ու մենք այդ հիմա չեմ սիրում այդ բառը, բայց փորձելու ենք դա ուղղակի մեր բեմից քարոզել, որ պատասխանատվություն կրենք այն մարդկանց համար, ում մենք Եվ դա ընտելացրել կվերի երջանկություն, այստեղ մի բան էլ ավելացնեմ, բացի այն, որ Գրիգորը բացառիկ ռեժիսոր է, բացառիկ մարդկային որակների տեր անձնավորություն է եւ արվեստագետ է եւ մտածող է, Գրիգորը նաեւ մի հետաքրքիր գիծ ունի, երբ մենք անդրադառնում ենք որևէ գրականության, մենք կարդում ենք բոլորս եւ հետո երբ գալիս ենք արդեն սկսում ենք քննարկել եւ այլն, Գրիգորի հետ խոսելուց հետո հարց է առաջանում իսկապես այդ գրականության մեջ այդ գրքում այդ պիեսում այդպես է գրված, երբ նա է բացատրում եւ վերլուծում, ու ամեն անգամ, երբ քննարկումից հետո ես գնում եմ տուն եւս մեկ անգամ գիրքը բացում եմ ու կարդում եմ, հասկանում եմ, որ այո, այդպես է գրված։ Ես չէի տեսել։ Մենք ուղղակի չենք տեսել, մենք չենք այդ աստիճան խորացել այդ բառերի մեջ, իմաստների մեջ եւ այլն, երբեմն ինձ գալիս եմ ասում եմ, Գրիգ իսկապես այդպես է, այդպիսի իմաստ ունի, դա ասում եմ, տես, բացի տես, այդպես է գրված։ Եվ գնում կարդում եմ, հասկանում եմ, որ դա իսկապես այդպես է։ Ու նույնը եւ Համլետի դեպքում, մեր Համլետի օրինակ մեկնաբանությունը երբեմն հարցեր է առաջացնում եւ այդ հարցերին ուղղակի պատասխանը մեկն է լինում։ Եվս մեկ անգամ կարդա ու կտեսնես, ու այդպես էլ ստացվում է։ Նույնը Փոքրիկ իշխանի դեպքում է։ Մենք բոլորս գիտենք, կարդացել ենք եւ այլն, բայց այս մեկնաբանությունից հետո դու հասկանում ես, որ այնքան շերտեր կային թաքնված, որը դու չես նկատել, բայց որը գրված է հենց գրքում։ Մի խոսքով մենք այդ թաքնված շերտերն էլ ենք փորձում փոխանցել, որը ամենակարևորն է մեծ հաշվով։ Այո։ Շնորհակալ ենք ձեզ այս արվեստով լի հանդիպման համար, մեր առավոտը կիսելու մեզ հետ։ Ինչ ենք անում սիրելի Մանե։ Այո, շնորհակալ ենք։ Առաջարկում ենք հեռուստադիտողներին երջանկության բանաձևի հետքերով գնալ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն դիտելու Փոքրիկ իշխանը ներկայացումը, որտեղ շատ անակնկալներ են մեզ սպասում, եւ իհարկե հիմա եթերը շարունակել շարժվելով առաջ լսելով երաժշտություն։